Ողջույն իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, Armenia TV-ի եթերում Comments հաղորդաշարն է, իսկ դա նշանակում է, որ մենք այս րոպեների ընթացքում կմեկնաբանենք ամեն ինչ, անգամ այն ամենը, ինչը պարզապես մեկնաբանության կարիք չունի, այնպես որ բոլորդ նստած դիտում եք Comments եւ ես սկսում եմ իմ մեկնաբանությունները։ Ապացուցված փաստ է, որ տղամարդը առաջինը միշտ ուշադրություն է դարձնում կնոջ աչքերին։ Հետաքրքիր այս ռուլը փոխածա, թե զավացկո է սենցա։ Շամշան ջան, մի նկարելի խնդրում եմ, ռադիատորս եռում է։ Ըստ հավաստի աղբյուրների ապացուցված է, որ կանայք ոգելից խմիչքներ քիչ են խմում այն պատճառով, որ տղամարդիկ առանց դրա էլ են գեղեցիկ։ Երբ կոալաները միասին հավաքվում են, դա կոչվում է կոալիցիա։ 4 հոգով հասել էին մեկի վրա ու ծեծել։ Մարդկանցից ինչ պետք է սովորեն։ Ամեն ինչ շատ լավ էր, ուղղակի ամեն ալիքով նույն մարդն էր։ Եթերում Comments-ն է։ Գաղտնիք չէ, որ հիմնականում մեքենա սովորում են վարել նստելով վարորդ հրահանգչի կամ, ինչպես բոլորս ենք ասում, ինստրուկտորի կողքին, եւ նրա օգնությամբ ենք սովորում ավտոմեքենա վարելը, եւ հենց ինստրուկտորի օգնությամբ շատ արագ սովորում են նաեւ ճանապարհային երթևեկության նշանները եւ դառնում վարորդ։ Իսկ ինչպիսին է ինստրուկտորի առօրյա կյանքը աշխատանքից դուրս։ Comments-ին հաջողվեց դա պարզել։ Սա ինչ նշան է, Գառնիկ ջան։ Այդ հեծանիվ է, նշանակում է զգուշացիր հեծանիվ է։ Հա։ Իսկ կողքինը։ Կողքինը պարզ է, որ տարակ պատարակաղ է, նշանակում է զգուշացիր ճաշարան է։ Գառնիկ ջան, եթե կարելի է, էս էլ ասա, սա ինչ նշան է։ Այդ նշանակում է ձեն ծպտուն չհանես, հիվանդանոց է։ Իսկ սա։ Այդ էլ ասում է, թե զգուշացիր կով է գալիս։ Հա, չմոռանամ, առավոտը գնաց էլ։ Ըստ հավաստի աղբյուրների ապացուցված է, որ եթե դուք անհանգստանում եք նրանից, որ ձեզ չեն զանգում, ապա մի անհանգստացեք, ամեն ինչ լավ է։ Նրանց մոտ ամեն ինչ լավ է, դրա համար էլ չեն զանգում։ Ցանկացած ընտանիքում հանգստյան օրվա ավարտին։ Երբ վերևի հարևանը տակի հարևանին ջրում էր, տակինի խոտը միանգամից սկսում էր աճել։ Գնա աստեղը, չեմ ուծելու տան վարձը։ Սիրելի հեռուստադիտողներ, իսկ այս պայն ներկայացնում ենք տեսաշար, որը ամբողջությամբ կազմված է ձեր իսկ ուղարկած լուսանկարներից։ Այս պայն դիտում ենք տեսաշարի առաջին մասը, իսկ մեր հաղորդման ընթացքում մենք անպայման կրկին կանադառնանք ձեր լուսանկարներին եւ տեսանյութերին։ Նա ամբողջովին պատրաստ էր հանդիպմանը։ Լողացել եմ, հիմա էլ չորանում եմ։ Ինչպես եւ ամեն ինչ արտադրված է Չինաստանում։ Ջենթլմենը դեռ փոքրուց է երևում։ 10 րոպե հետո կրկին նոր ապակիներ պետք է տեղադրվեր պատուհաններին։ Ինչ եմ արել, ընդամենը մեքենայի վրա եմ նստել։ Շուտ արեք, հեռախոսը բերեք, սելֆի արեք։ Իմ սեփական արտադրության երշիկները տանում են վաճառելու։ Այս մեկը սրանց շեֆն էր։ Մեկ-մեկ թարս նայելով ավելի ճիշտ ես կարողանում ամեն ինչ ընկալել, անկախ տարիքից։ Դու ինձ սիրում ես, դե պաչի ու միկրուգել ինձ քշի։ Նայ հա, չխապնվես իմ բարի աչքերին։ Այ մարտելի առավոտ գիշերով ձվածեղ ուզեց։ Այ որ ասում են ականջի տող արա, այս սենց պտի անել։ Շախգամ հեքիաթի ժամանակակից տարբերակը։ Միջև քնեմ, սրան ոչ մեկ չկպնի։ Պրարաբը շինարարության ժամանակ։ Վայ աշխարհք, բա մեր ժամանակ սենց էր։ Այ ախպեր ջան, մի նկարի վայ։ Հələ մի հատ մեզ նկարեք գցեմ Facebook։ Բժիշկները եկան տեսակցության։
Իսկ այս պահին անցնենք տեսանյութերին։ Առաջին տեսանյութը մեզ ուղարկել է Դավիթ Հովանեսյանը, իսկ տեսանյութը մենք անվանեցինք այսպես. բադմինտոնի աշխարհի չեմպիոնը։ Մեր հաջորդ տեսանյութը ուղարկել է Մարգար Մարգարյանը, իսկ տեսանյութը մենք անվանեցինք այսպես. դուրը չեկավ։ Արեն բարե Եվս մի տեսանյութ, որ ուղարկել է Նայրա Արաքելյանը, իսկ տեսանյութը մենք անվանեցինք այսպես. այսպես է ծնվում իսկական սերը։ Ты обычная девчонка, я не принц и не герой, но я обещаю только, что всегда буду с тобой. Ее улыбка беззаботная, всем очками, я путаюсь в мыслях беспорядочно, подбираю слова к тому, что объяснить нельзя. Մեր հաջորդ տեսանյութը որոշեցինք թողնել առանց մեկնաբանության, որովհետև առանց դրա էլ այդ երեխեն հավես չունի մի հատ էլ մենք կողքից։ Եվ կրկին մեկ տեսանյութ, որ ուղարկել է Արմեն Ազատյանը, իսկ տեսանյութը մենք անվանեցինք այսպես. Ջոն, ապրես դու։ Մենք իհարկե դեռ կանդրադառնանք ձեր լուսանկարներին եւ տեսանյութերին, իսկ այս պայն շարժվում ենք առաջ։ Բոլորս էլ իհարկե երբեմն հանդիպում ենք տարբեր հայտարարություններ, որոնք ինքնին շատ հետաքրքիր են եւ երբեմն ծիծաղելի։ Եվ այս պահին ներկայացնում ենք մեր հերթական էջերից մեկը՝ տրվում է հայտարարություն։ Կաղամբ։ Թատրոնի տարածքը աղտոտել թույլատրվում է միայն խոզերին։ Ուշադրություն, մեջը։ Մենք շարժում ենք առաջ եւ այս պայն ներկայացնում մեր հաղորդաշարի աստղային էջը, որի ընթացքում ճանաչված եւ սիրված մարդիկ հայտնվում են շատ հետաքրքիր իրավիճակներում եւ այսպես կոմենտը ներկայացնում է ճանաչված հայերը անճանաչելի իրավիճակներում էջը։ Մենք շարունակում ենք եւ այս պայն ներկայացնում մեր մշտական էջերից մեկը, որի ընթացքում մենք բացառապես խոսում ենք տարբեր երգերի, տեսահոլովակների, լուսանկարների մասին, որտեղ իմաստը մի քիչ թվում է կասկածելի։ Եվ այսպես հատուկ ձեզ համար կոմենտը ներկայացնում է իմաստը էջը։ Լավ է պատուհանը չփոխելու իմաստը։ Այս տեսանյութը նույնպես տեղ գտավ իմաստը էջում։ Oh my God! Oh shit! Okay, now. Լավ իմաստը։ Մենք շարունակում ենք սիրելի հեռուստադիտողներ եւ այս պայն կրկին անդրադառնում ենք ձեր կողմից ուղարկված լուսանկարներին եւ տեսանյութերին։ Հետաքրքիր է, որ ես խնձորը ուտեմ, կարող է թեմա բացվի։ Պարզվում է, որ մարդիկ առաջացել են ոչ թե կապիկներից, այլ գիթարիստ կապիկներից։
Ժողովուրդ, ես երկրորդ հարկ եմ բարձրացել։ Պասաժիր ունեմ, տանեմ իջացնեմ, գազ լցնեմ ու գամ։ Բիլ Գեյթսն էլ փոքր ժամանակ սրանից սկսեց։ Օխ, քունը ստորավ, հորանջում եմ։ Ասա սոված եմ, շուտ արեք, ճաշ տվեք էլի։ Դուք Արմենիան նայեք, ես էլ գնամ հիվանդի մոտ ու գամ։ Տենաս այսօր ումից պարտքով փող վերցնեմ։ Ոսկե ձկնիկ, արի քո 3 ցանկությունը ես կատարեմ։ Դե լավ էլի, գոնես կարևոր պահին կարելի է չնկարել։ Քեֆս միլիոնա։ Երբ խոսք են տալի, որ մի քիչ էլ կտան ինքը քշի, ու խոստումը չեն կատարում։ Այ մարդ ես ինչ էի իշ դարձրիկ։ Բրազիլիացիները փոքրուց ֆուտբոլ են խաղում, դրա համար էլ դառնում են ֆուտբոլի աշխարհի չեմպիոն։ Իսկ մերոնք փոքրուց ծանրաձող են բարձրացնում, դրա համար էլ դառնում են ծանրամարտի աշխարհի չեմպիոններ։ Յա, ես դու ով ես, որտեղի կենթանի ես։ Սպասեք ես կտոր ուտեմ, հետո անցնենք մյուս գարячին։ Վայ, պրավ ես մոռացել եմ։ Այս կամերան քանի մեգապիքսել է։ Այդ տղա, այստեղը չես բերում։ Ինձ որ հարցնեն, ասեք ես չկամ, գնացել եմ գործուղման։ Թզբեխ արդեն բերեցիք, դե լավա, հիմի ասեք դրամ ինչ ա եղել։ Հիմա նայեք մատներիս ու արդեն հասկացեք ինչ եմ ուզում ձեզ ասել։ Այս պահին անցնենք տեսանյութերին։ Առաջին տեսանյութը մեզ ուղարկել է Նարեկ Ավետիսյանը, իսկ տեսանյութը մենք անվանեցինք այսպես. Առողջ սնունդի փոքրիկ սիրահարը։ Հաջորդ տեսանյութը մեզ ուղարկել է Սվետա Խաչատրյանը, իսկ տեսանյութը մենք անվանեցինք այսպես. Եվ այսպես շարունակ։ Եվս մի տեսանյութ մեր հեռուստադիտողների կողմից, որ ուղարկել է Քրիստինե Մանասերյանը, իսկ տեսանյութը մենք անվանեցինք այսպես. Կատվի դժոխքը։ Եվ կրկին մեկ տեսանյութ մեր հեռուստադիտողների կողմից, որը մենք ստացել ենք Արթուրի եւ Նայրայի կողմից։ Իսկ տեսանյութում ակնհայտ երևում է, թե ինչպես է փոքրիկը ցանկանում վերացնել ծառը, որ նրա տեղում շենք կառուցի։ Արա մի արա։ Մեր հաջորդ տեսանյութ ուղարկել է Խաթունա Բաղդասարյանը, իսկ տեսանյութը մենք անվանեցինք շատ տրամաբանական։ Դե բան չկա, վայ, նորմալ է։ Բան չկա։
Ասում են, մայրաքաղաքում բացվել է նոր խանութ, ամեն ինչ ֆուտբոլի համար։ Խանութից կարելի է գնել գարեջուր, խեցգետին եւ հեռուստացույց։ Զույգի հետևում կանգնածը առաջին անգամ տեսավ ֆոտոխցիկ։ Արիստեղ հլա, երկրորդ անգամ չեմ կրկնելու այդ տղա։ Կնոջ մոտ հյուր են եկել նրա ընկերուհիները։ Մենք շարունակում ենք եւ այս պայն ներկայացնում են մշտական էջերից մեկը՝ դեսից դենից։ Երբ դուք փորձում եք շոյել ձեր սիրելի կենդանուն, օրինակ կատվին, պետք է ուշադիր լինեք, քանի որ նրանք անկախատեսելի են։ Դիտենք տեսանյութ, որը մեզ ուղարկել է Յուրի Ղազարյանը։ Սիրելի հեռուստադիտողներ, իսկ այս պայն ժամանակն է անցնել մեր լավագույն մեկնաբանություն էջին։ Այս էջում մենք ներկայացնում ենք լուսանկար, իսկ մեկնաբանությունները պետք է ուղարկեք դուք։ Եվ այս պայն եկեք վերհիշենք, թե որ լուսանկարն էր տեղադրված անցյալ շաբաթ եւ ում մեկնաբանությունն էր լավագույնը։ Այս շաբաթ լավագույն մեկնաբանությունը էջում հաղթեց Սամվել Շուշանյանը հետևյալ մեկնաբանությամբ. ժամանակակից նոր արձանի բացումը։ Շնորհավորում եմ հաղթող մեր հեռուստադիտողին, իսկ մենք շարժում ենք առաջ եւ ներկայացնում մեր հերթական էջերից մեկը, որի ընթացքում անդրադառնում ենք տարբեր իրադարձություններին եւ երևույթներին, որոնք տեսել եւ որոնց միջով անցել ենք շատ տարիներ առաջ։ Եվ այսպես կոմենտը ներկայացնում է տեսած մարդիկ էջը։ Մենք եղել ենք այն մարդիկ, ովքեր տեսել են մեկ դրամանոց ու հերիք չի տեսել ենք, մի հատ էլ առևտուր ենք արել դրանով։ Մենք եղել ենք այն մարդիկ, ովքեր տեսել են աշխարհի ամենաառաջին կալկուլյատորը ու բացի տեսնելուց թվեր ենք հաշվել սրանով։ Սիրելի հեռուստադիտողներ, իսկ այսպես մենք կրկին ներկայացնում ենք տեսաշար, որը ամբողջությամբ կազմված է ձեր իսկ ուղարկած լուսանկարներից։ Ես շնորհակալություն եմ հայտնում ձեզ ակտիվ մասնակցության համար։ Այս որ կոմենտով նոր ցույց տվին, սրա մասին էին ասում։ Վայ ժողովուրդ, ինձ են հիմա ցույց տալիս։ Առաջին հայկական տիեզերագնացը։ Տղամարդու adzիկալոնը ինչ գործ ունի ստեղ։ Այս 1000 դրամն էլ վերցրու, տաքսով կգնաս տուն։ Ամուսինը ուզում էր կանաչ գույնի մեքենա, կինը կապույտ։ Կնոջ եւ տղամարդու հավասարությունը հասավ նաեւ իրար վրա զենք պահելուն։ Ինձ ասեցին տորթքեր, իրանք չեն տալիս ուտեմ։ Սա, հիմա խորովածը բերեք։ Ես գազար ուտեմ, թե չէ սրան մեկա գազար պետք չի։ Երբ սպասում ես ընկերուհուդ զանգին։ Վայ ապրեք, բայց ես 2 հատ էի ուզում։ Ջուրը միացրած եմ թողե ու լոգարանը լրիվ ջրի մեջ է։ Խնդրում եմ էլ մի ծեծեք։ Ժողովուրդ ջան, կես ժամից խաշլաման պատրաստ կլինի։ Վայ աման, հարթուկը միացրած եմ թողել։ Ասենց տեսքս շատ վախենալու է։ Առաջինս պրծա, բերեք վտարոյը։ Ժողովուրդ ջան, բան չասեցի։ Նայք, սուտ չեմ ասում, 2 ատամ ունեմ։ Տենաս, որ մոտեցա, հետս կգա, թե կասի ես ընկեր ունեմ։ Լսի ես ամառվա մեջ դու ինչ գործ ունես։ Կարելի ասել պաղ-պաղակին լացացրեց։ Իսկ այս պահին անցնենք տեսանյութերին։ Առաջին տեսանյութը մեզ ուղարկել է Աննա Արզումանյանը, իսկ տեսանյութը մենք անվանեցինք այսպես՝ շարժվող վաննա։
Հաջորդ տեսանյութը մեզ ուղարկել է Աստղիկ Ոսկանյանը, իսկ տեսանյութը մենք անվանեցինք այսպես. Լիզային մի խանգարեք։ Լիզա։ Աղջիկս, իմ սիրուն, Լիզուր։ Հեյ, բալես, հետ գնացոցոն, արի գնանք ծոցոն։ Վայ մենեմ դիզա գնանք ծոցոն, արի։ Կունի դանում մայ մողտիկին, կուկլես։ Լիզուլս։ Եվս մի տեսանյութ, որ ուղարկել է Լենան, իսկ տեսանյութը անվանեցինք շատ կարճ, պաչիկ։ Հաջորդ տեսանյութ ուղարկել է մեզ Նարեկ Մելոյանը, իսկ տեսանյութը մենք անվանեցինք այսպես. դուդուկահար դառնում են փոքրուց։ Տեսանյութը, որը այս պայն կներկայացնենք ձեր ուշադրությանը, մեզ ուղարկել է Ռուզաննա Սերոփյանը, իսկ տեսանյութը մենք անվանեցինք այսպես. Ծիկ։ Ծիկ։ Ջոյ։ Եվ եւս մի տեսանյութ, որ ուղարկել է Ալինա Բադալյանը, իսկ տեսանյութը մենք թողեցինք առանց մեկնաբանության։ Իսկ մենք շարունակում ենք։ Ըստ հավաստի աղբյուրների ապացուցված է, որ մեր օրերում ամեն ինչ վճարովի է։ Ծնվել, սովորել, ամուսնանալ, բուժվել, մահանալ, անվճար թույլատրվում է միայն աշխատել։ Որ ֆուտբոլիստը գնդակը ծուռ էր տշում, ավտոմատ կերպով ֆուտբոլիստից դառնում էր լողորդ։ Դե ուր կորավ ես մարդը, մեռա նստած սպասելով։ Հասկացեք, ես սև խաղացող եմ, կարմիր չեմ, շերիֆ չեմ, դոն եմ։ Շարժվում ենք առաջ, սիրելի հեռուստադիտողներ, եւ ներկայացնում են մշտական էջերից մեկը, որի ընթացքում անդրադառնում ենք տարբեր ռեկորդների, որոնք անգամ տեղ են գտել Գինեսի ռեկորդների գրքում։ Ռեկորդներ, որոնք մեր խորին համոզմամբ շատ կասկածելի եւ անիմաստ են։ Եվ այսպես Comments-ը ներկայացնում է անիմաստ ռեկորդներ էջը։ Բան չասի։ Մենք շարունակում ենք եւ այս պայն կրկին անդրադառնում ենք քվեարկությանը եւ ներկայացնում 3 լուսանկար։ Իսկ դուք այցելելով մեր Facebook-յան Comments էջը քվեարկում եք ձեզ դուր եկած լուսանկարի օգտին եւ նման կերպ մենք բարձում ենք տվյալ շաբաթվա հաղթող լուսանկարը եւ եկեք անդրադարձ կատարենք մեր նախորդ հաղորդմանը եւ տեսնենք թե որ լուսանկարները մասնակցեցին քվեարկությանը եւ որ լուսանկարը դարձավ այս շաբաթվա հաղթողը։
Այս շաբաթ քվեարկությանը մասնակցեցին հետևյալ լուսանկարները։ Քվեարկության արդյունքում հաղթող ճանաչվեց այս լուսանկարը։ Շնորհավորում եմ մեր հաղթող հեռուստադիտողին։ Իսկ այսօր այսքանը եւ մի փոքրիկ տեղեկություն։ Comments հաղորդաշարը մեկնում է ամառային արձակուրդ։ Մենք կրկին եթերում կլինենք սեպտեմբերին, սակայն մեր կապը միմյանց հետ մնում է անփոփոխ։ Մենք մշտապես կապի մեջ կլինենք Facebook-ի միջոցով։ Դուք շարունակեք ուղարկել ձեր տեսանյութերը եւ լուսանկարները մեր էլեկտրոնային փոստի եւ Facebook-յան էջի միջոցով եւ ծանոթացեք նորություններին։ Շնորհակալություն եւս մեկ անգամ։ Այսպես դուք շարունակում եք դիտել Armenia TV, իսկ մենք արդեն կհանդիպենք հաջորդ անգամ, արդեն նոր, շատ հետաքրքիր ու թարմ-թարմ կոմենտներով։